Շանթիեթերը շարունակում է հեռանկարը, իսկ հեռանկարում շաբաթն այսօր ամփոփելու ենք անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանի հետ անդրադառնալով առավել քննարկված իրադարձություններին։ Պարոն Քոչինյան, նախ շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Սկսենք Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Մատվիենկոյի այցից։ Ըստ էության մեկ ամսվա մեջ սա երկրորդ ռուսական բարձրաստիճան այցն է Հայաստան։ Արդյոք սա նշանակում է, որ կողմերն ունեն քաղաքական կամք առկա լարվածությունը մեղմասած թույլատնելու համար։ Կողմերից մեկը առնվազն, որ այդ այցերը իրականացնում է, փորձում է տանել հայ-ռուսական հարաբերությունները որոշակի ռեստարտի ուղղությամբ։ Բայց հրավերը հայկական կողմից է լինում է։ Այո, ընդհանրապես միջազգային հարաբերությունները շատ հաճախ ալում, որ մի կողմը խնդրում է իրան հրավիրել։ Այստեղ պետք է նշենք, որ ամենայն դեպս մինչև այս այդ ռեստարտը տեղի չի ունեցել եւ իմ կարծիքով տեղի չի ունեցել ռուսական կողմի սխալ մոտեցումների պատճառով։ Ռուսական կողմը շարունակում է դիտարկել հայ-ռուսական հարաբերությունները եթե շատ մասնագիտական տերմին օգտագործեմ, պոստկոլոնիալ հետգաղութային դիսկուրսի մեջ եւ փոխանակ ինչ-ինչ առաջարկություններով գալ Երևան, փոխանակ ինչ-ինչ առաջարկներ անել Երևանին, հիմնականում Երևան են գալիս պահանջներով, եւ այդ պահանջները, որոնք որ բնականաբար չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության պետական շահերին, մերժվում են։ Այս առումով ոչ այնքան էականը թե քանի անգամ ռուսական կողմից գել են բարձրաստիճան այցելություններ Երևան, որքան կարևոր է թե որ բայց ռուսական կողմում կփոխվեն պահանջները եւ ընդհանրապես կփոխվի մոտեցումը Հայաստանի եւ հայ-ռուսական հարաբերությունների հանդեպ։ Այդ պայծը կսկսվի ռեստարտը։ Հասկանու եք, ես չեմ կարծում, որ պաշտոնական Երևանը իր արժեվ նպատակ է դրել, այսպես նպատակադրված կերպով տանել հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմանը։ Կան Հայաստանի Հանրապետության պետական շահեր, կա հայ-ռուսական հարաբերությունների որոշակի վերաիմաստավորում հայկական կողմից, ընդ որում այդ վերաիմաստավորումը հիմնականում ուղղված է եղել հենց մեզ Հայաստանին է ուղղված եղել, ոչ թե Ռուսաստանին։ Ինչ նկատի ունեմ, տարիներ շարունակ մենք Ռուսաստանին վերաբերվել ենք որպես, չգիտեմ, պաշտպան, տեր, մեծ դաշնակից, ավագ դաշնակից, եւ 20, 21, 22, 23 թվականները կանապացուցել որ դա սխալ մոտեցում է եղել, սխալ ռազմավարություն է եղել։ Հիմա պետք է Ռուսաստանին վերաբերվել որպես մեկը բազմաթիվ ուժային կենտրոններից, որոնք առկա են մեր տարածաշրջանում, ու փորձել հարաբերությունները նորմալ adekvat միջազգային հարաբերությունների կոնյունկտուրային համապատասխան պահպանել։ Իսկ դուք դեռևս չեք տեսնում ռուսական կողմում այդ կամքը, գուցե քաղաքական կամքը պահանջներով չգալ Հայաստան, ինչպես որ դուք ասացիք։ Ոչ, Լավրովը հստակ, ինձ համար առնվազն հստակ է, որ եկել էր պահանջներով եւ չեմ կարող ասել, որ լավ այցեր, լավ հանդիպումներ են տեղի ունեցել։ Ինչ է պահանջում ըստ ձեզ գլխավորը։ Գիտեք, ես կարծում ռուսական կողմը շատ այսպես բանա հստակ է իր պահանջների մեջ, դա այս Եվրոպայի հետ հարաբերությունների խորացման դադարեցումն է, դա այն ինչ որ մենք անվանում ենք արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիա, դրա ուրեմն չեղարկումն է։ Ես կարծում եմ օրինակ համար ռուսական կողմը շատ նյարդայնացնում են, որ Հայաստանը զենք զինամթերք կարողանում ձեռք բերել Ֆրանսիայից, Հնդկաստանից, հնարավոր նաև այլ տեղերից։ Ես կարծում եմ ռուսական կողմը շատ նյարդայնացնում է, որ Հայաստանը իր տարածքում կարողանում է այս միջազգային ֆորումները, իրադարձությունները իրականացնել։ Դուք գիտեք, որ շուտով 26 թվականին Հայաստանը պետք է տեղի ունենա եվրոպական քաղաքական համաժողով, որին իդեպ Ռուսաստանը միշտ վերաբերվել է որպես հակառուսական ինչ-որ տենց ֆորմատ, կառույց։ Այսինքն այս ամեն ինչ, այսինքն այն ամեն ինչ, որ մենք անում ենք Հայաստանի միջազգային դիրքերը ամրապնդելու, մեր այլընտրանքները մեծացնելու ուղղությամբ, այդ ամեն ինչը Ռուսաստանի նյարդայնացնում է։ Պարոն Քոչինյան, դուք օրինակ հավանական համարում եք, որ առաջիկայում Հայաստանը հատկապես նման այցերից հետո կարող է սկսել վճարել ՀԱՊԿ-ի անդամավճարը, որտեղ վերջին օրերին դարձյալ այդպիսի հայտարարություններ, հիշեցումներ եղան ռուսական կողմից եւ նորից լիարժեք մասնակցի ՀԱՊԿ-ի նիստերին։ Ես շատ արագ եւ շատ ուղիղ կարող եմ։ Այս հազվադեպ դեպքից է, որ հնարավոր է ուղիղ պատասխանել հարցին, ոչ, որովհետեւ այն ճգնաժամը, որ առաջացել է ՀԱՊԿ-ի մեղքով, հաղթահարված չէ։ Հայաստանի դիրքորոշումը այս հարցում բավական հստակ է, նույնիսկ բրիֆինգի ժամանակ արտգործնախարարների շատ կտրուկ եղավ ռուսական կողմին պատասխանը, որ մենք ուրեմն համարում ենք, որ ՀԱՊԿ-ը adekvat չի պատասխանել Հայաստանի հարցումներին, հայցումներին։ Ես նույնիսկ օգտվելով են առիթից, որ պետական պաշտոնյա չեմ կարող ասեմ, նույնիսկ դավաճանել են մեզ եւ այս տերմինը շատ կիրառելի է այս դեպքում, որտեղ եթե օրինակ նախկինում ասում են դե Ղարաբաղի վրա չէր տարածվում ՀԱՊԿ-ի երաշխիքները կամ ռուսական կողմի երաշխիքները,
շրջանակները ջերմուկը ոչ մի ձև Ղարաբաղում չի, Վարդենիսն ու Սոտքը ոչ մի ձև Ղարաբաղում չեն, դրանք Հայաստանի ինքնիշխան տարածքներ են, որոնք ռմբակոծվում, հրետանակոծվում էին, ջերմուկն էլ պաշարումից 5 էր պակաս։ Ուստեղ շատ հստակ եղել է Հայաստանի դավաճանություն, դավաճանել են Հայաստանին Ռուսաստանը եւ ՀԱՊԿ-ը։ Եվ ուրեմն քանի դեռ հետահայաց փոփոխություններ, առաջարկություն Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու, որտեղ այդ տարածքները շարունակվում են մնալ օկուպացիայի տակ։ Ընդ որում մեզ դիտորդներ չեն պետք, որտեղ ՀԱՊԿ-ը դիտորդական կազմակերպություն չի։ ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական դաշինք է։ Մեզ պետք են քաղաքական եւ ռազմական մեթոդներով մեզ աջակցություն մեր տարածքային ամբողջականությունը վերականգնելու եւ ընդունելու սեփական սխալը, որ ՀԱՊԿ-ը սխալ է վարվել Հայաստանի հետ։ Մենակ այդ պարագայում ես տեսականորեն անգամ հնարավոր համարում, որ մենք կարող ենք խոսել Հայաստանի լիարժեք վերադարձի մասին։ Իսկ մինչև այդ պահը կա վարչապետի հայտարարությունը ըստ էության նաև այս բացի արտաքին գործերի նախարարից, որ որևէ լավացում, եթե ոչինչ չի փոխվում, հնարավոր չէ։ Իսկ այս ֆոնին դուք նկատում եք իրականում լարվածություն ռուս-ադրբեջանական հարաբերություններում, որովհետև տարբեր գնահատականներ են հնչում։ Մեկ ասում են այդ լարվածությունը կա, բայց դա բեմականացված է։ Մյուս կողմն ասում է իրականում այդ լարվածությունը կա եւ այդ լարվածությունից կարող է հայկական կողմը օգտագործել իր շահերի համար։ Տեսեք, ես հաճախ տեսնում եմ մեր փորձագիտական, այսպես վերլուծական դաշտում մարդիկ կան, որոնց թվում է, թե Ադրբեջանը ինչ որ ռուսական գործիք է դառել, ռուսական բիզ է դառել, որով Հայաստանին փորձում են վնասել եւ այլն։ Ադրբեջանը շատ ավելի ինքնիշխան եւ շատ ավելի դիմադրունակ պետություն է, քան Հայաստանը։ Եկեք 20 տարի մեր կրկնած սխալը հիմա էլ չկրկնենք, թշնամուն պետք չի թերագնահատել։ Եվ եթե ինչ-որ մեկին կարա օգտագործի, ապա շատ ավելի հավանական է, որ Ռուսաստանը կարա օգտագործի Հայաստանին, քան Ադրբեջանին, որտեղ Ադրբեջանը ուղիղ կախվածություններ Ռուսաստանից գրեթե չունի։ Մանավանդ համեմատած Հայաստանի հետ դրանք տասնյակ անգամներով ավելի փոքր են։ Դրան զուգահեռ Ադրբեջանը տասնամյակներ շարունակ վարում է այն քաղաքականությունը, որը նոր ենք սկսում ըստ էության վարել, այդ դիվերսիֆիկացիայի քաղաքականությունը, արտաքին ուժային կենտրոններից ինչ որ չափով ուրեմն եւ հավասարահեռության եւ փոխկախվածություններ կառուցելու բաղադրիչը այս առումով այն ինչ որ տեղանում Ռուսաստանի եւ Ադրբեջանի մեջ դա նորություն չէ ինչ որ առումով։ Սա հերթական ճգնաժամն է այդ հարաբերությունների մեջ, որում Ադրբեջանը փորձում է իրան դիրքավորել որպես ել ավելի անկախ խաղացող, ել ավելի ուրեմն սեփական ընտրությունը եւ սեփական այսպես ասենք հնարավորությունները արձանագրող խաղացող դա ինչքանով կհաջողվի թե չի հաջողվի դա ցույց կտա ժամանակը իմ կարծիքով Ադրբեջանը մի քիչ հիմա վերաթռել արդեն իր քաշային կատեգորիայից ընդ որում ոչ միայն Ռուսաստանի հետ հարաբերություններում այլև օրինակ Հնդկաստանի հետ հարաբերություններում նույնիսկ Թուրքիայի հետ հարաբերություններում ժամանակը ցույց կտա դա իրաց մոտ կստացվի թե չէ բայց ասել որ սա ինչ որ բեմականացում է կամ ասել որ չգիտեմ ինչպես նշեցի հա շատ մասնագետներ Հայաստանում ասում են թե դա չգիտեմ Ադրբեջանը անուղեղ գործի քաղաք է Ռուսաստանի ձեռքը ես կարծում եմ դա ցանկալին իրականի հետ շփոթել է Ռուսաստանը եւս ցանկանում է հյուպատոսություն բացել Սյունիքում, մի բան, որն Իրանն արդեն արել է, վերջին օրերին Ֆրանսիան հյուպատոսի գրասենյակ բացեց Գորիսում, ինչով եք պայմանավորում Սյունիքի նկատմամբ հատկապես վերջին շրջանում այսպես շատ ուշադրությունը։ Մի լրացում միայն Ֆրանսիան բացեց պատվո հյուպատոսի գրասենյակ, որը մի մակարդակ ավելի ցածր է եւ կարծում դա էլ է խոսում փաստ արևմուտքի եւ իմաստնավորի Ֆրանսիայի ներգրավվածության պատրաստակամության մասին, ի սկզբանե բանակցությունները գնում էին հյուպատոսի գրասենյակի մասին, բայց Չքանով որ ես եմ հասկանում, վերջին շաբաթների ընթացքում այդ մակարդակը իջեցվեց, ինչը վատ ցուցիչ է անխոս։ Ինչ վերաբերում է ինչու են բոլորը ցանկարծ ուզում Սյունիքում գրասենյակ բացել, դա շատ ակնհայտ է, այս բոլոր կոմունիկացիոն խոսակցությունները, որոնք այս պայությամբ այո դեռևս խոսակցություններ են, բայց իրենք կան, եւ հյուսիս-հարավ ուրեմն տրամաբանության մեջ, այսինքն Պարսից ծոց, Իրան, Հայաստան, Վրաստան, Սև ծով եւ արևելք-արևմուտք տրամաբանության մեջ, այսինքն Միջին Ասիա, Կասպից ծով, Ադրբեջան, Հայաստան, Թուրքիա, Եվրոպա տրամաբանության մեջ, այսպես թե այնպես անցնում են Սյունիքով։ Բացի այդ, Սյունիքի շուրջ արկա որոշակի աշխարհաքաղաքական լարվածություն է նկատվում։ Ադրբեջանը իր ճակերտավոր այսպես կոչված Զանգեզուրի միջանցք նախագծով, որը որ մեր կողմում ընկալվում է որպես տարածքային պահանջ, հատկապես երբ որ դրան զուգորդվում է նաև այդ ճակերտավոր արևմտյան Զանգեզուր կամ ճակերտավոր արևմտյան Ադրբեջան, նարատիվները դրան զուգահեռ Իրանն է դրա նկատմամբ բավականին կոշտ ուրեմն գծեր սահման է, մենք տեսնում ենք ռուսական կողմը ունի ցանկություն այդ ճանապարհը, որը որ բացվի Հայաստանի տարածքով դրա վրա ունենալ վերահսկողություն, այսինքն բոլորը ինչ որ բան ուզում են Սյունիքի հետ կապված, հա, ու դա դարձնում է Սյունիքի մարզը միջազգային հարաբերությունների ամենաակտուալ թեմաներից մեկը մեր տարածաշրջանում։ Դա իր հերթին բերում է որոշակի ակտիվություն դիվանագիտական ճակատում։ Այդ դեպքում Ֆրանսիան ձեզ ինչու հապաղեց եւ ինչպես դուք ասացիք
մեկ հարկ ցածր գործողության գնաց։ Սա շատ բնորոշ է թե Ֆրանսիային, թե ավելի ընդհանուր Եվրոպական միությանը, ես նույնիսկ ասեի, դա գիտեք, երևի թե հիմնականում հենց մեր տարածաշրջանին է դա վերաբերվում, երբ որ ցանկությունները չեն համապատասխանում պատրաստությանը ծախսելու ռեսուրսներ։ Այսինքն օրինակ բերեմ, բոլորը ասում են Եվրոպայում Միացյալ Նահանգները, որ դե հա Հայաստանը շատ ժողովրդավարական լավ երկիր է, ինչ-որ բան պետք է Հայաստանի հետ անել, լավ բան պետք է անել, բայց դա որևէ կերպ ինչ-որ մինչև այս պահը չի վերածվում կոնկրետ գործողությունների, կամ երբ որ նույնիսկ վերածվում, այն շատ սահմանափակ ինչ-որ բաղադրի չի վերածվում։ Այսինքն այդ լավ ցանկությունները մինչև այս պահը չի հաջողվում վերաձևակերպել կոնկրետ գործողությունների, պլանների, անելիքների։ Նույնիսկ որ պայն է որ ստացվում է, դա դառնում է օրինակ այդ պատվո հյուպատոսի գրասենյակ, հա, կամ 1 կամ 2 կամ 3 խորհրդական պաշտպանության նախարարությունում կամ որևէ այլտեղ հրապարակային դրա մասին հայտնի է։ Մինչդեռ ինչ որ Հայաստանին պետք է, տեսեք, եթե մենք խոսում ենք իսկապես զինված ուժերում համակարգային լուրջ փոփոխությունների մասին, ես այսպեսի բան ասեմ, վերջին 100 տարվա մեջ որևէ բանակ սեփական ուժերով չի բարեփոխվել։ Լավ 100 տարի չասեմ, ասեմ վերջին 50 տարվա մեջ։ Բոլոր այն բանակները, որոնք որ վերափոխվել են, իմաստնավորի բերենք Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Եվրոպայի, որոնք սոցճամբարից դուրս են եկել, անցել են նատոյական ստանդարտների։ Դրանք բոլորը վերափոխվել են հսկայական արտաքին աջակցությամբ։ Դրա համար եթե մենք խոսում ենք զինված ուժերում լուրջ փոփոխությունների մասին, մեզ պետք են հարյուրավոր, եթե ոչ հազարավոր մասնագետներ, խորհրդականներ, հրահանգիչներ, մարզիչներ եւ այլն եւ այլն։ Այսինքն այն ինչ որ Հայաստանին հիմա մատուցվում է եւ այն ինչ որ Հայաստանին պետք է, դրանք շատ տարբեր բաներ են։ Ես չեմ բացառում եւ նույնիսկ պնդում եմ, որ այստեղ հիմնականում եւ առաջին հերթին ես հենց մեր մեղքն եմ ուզում տեսնել, որտեղ մնացածի մեղքը մեզ ինչ, դրա վրա ազատություն առանձնապես չունենք, հա։ Մեր մեղքը տեսեք, հիմա մինչեւ այս պահ Եվրոպական միությունը պատերազմից հետո 20 թվականին Հայաստանին խոստացավ 2.6 միլիարդ եվրոյի աջակցություն եւ այդ գումարը պատրաստ էր տրամադրել։ Բայց դա այնպես չի, չէ, պետք է մարդիկ հասկանան, ոչ թե այսպես ճամփուկներով բերել են այդ փողը դնելու են, ասելու են դե ոնց պետք է օգտագործեք, այլ իրանք ակնկալում են մեզանից նախագծեր, պրոյեկտներ, լուրջ հաշվարկներով, հետևանքներով, որոնք իրանք կհաստատեն եւ կֆինանսավորեն։ Այլ մինչեւ այս պահը Հայաստանը ի վիճակի չի եղել այդ 2.6 միլիարդը ծախսել։ Հասկանում եք, այսինքն այդ փողը նախատեսված մեզ համար կա, մենք բավականաչափ նախագծեր, պրոյեկտներ, գաղափարներ չենք գեներացրել եւ չենք հասցրել եվրոպական կողմին, որպեսզի իրանք ներդնեն այդ պրոյեկտների մեջ։ Ու սա իհարկե մեզ է հարց։ Սա մեր մոտ արդյունավետ կառավարման, լավ կառավարման եւ այլ նմանատիպ հարցերի մասին է։ Ու նույնիսկ եմ ասում, այս ամբողջ խոսույթը, որ ես ասացի, նկարագրեցի, այդտեղ մենք ամենաառաջին հարցը մեզ պետք է տանք։ Քանի որ խոսեցինք Սյունիքից, այս ամենին զուգահեռ ադրբեջանական կրակոցները չեն դադարում, անգամ բնակելի տների ուղղությամբ են դրանք տեղի ունենում, իսկ Հայաստանի վարչապետը օրինակ վստահորեն պնդում է, որ պատերազմ չի լինելու է խաղաղություն, ինչպես կմեկնաբանեք։ Տեսեք, իմ ընկալմամբ Ադրբեջանը միաժամանակ բոլոր 3 հնարավոր սցենարներին պատրաստվում է եւ պատրաստվում է բավականին ակտիվ։ Այսինքն իրանք պատրաստվում են եւ խաղաղության սցենարին ու սրա վկայություններն օրինակները մենք տեսնում ենք հստակ։ Իրանք պատրաստվում են եւ ստատուս քվոյի տարբերակին, այն ինչ որ հիմա կա, ոչ պատերազմ, ոչ խաղաղություն, հա, հարաբերական այս իրավիճակը։ Եվ երրորդ պատերազմի սցենարին։ Իրանք բոլոր 3 սցենարերին միաժամանակ պատրաստվում են ու լուրջ տնային աշխատանք են անում բոլոր 3 տարբերակներով։ Ընդ որում այս կրակոցները ինքը այդ երրորդ սցենարի որոշակի նախապատրաստական աշխատանք կարող իրան դիտարկել, որոշակի էսկալացիոն ֆոն պահել ամեն դեպքում սահմանին, որ ոչ մեկ չկարողանա ասի, թե հայ-ադրբեջանական սահմանը կատարելապես հանգիստ է։ Հայաստանը իր հիմնական քաղաքական էներգիան ներդրել է խաղաղության սցենարի մեջ։ Մինչդեռ իհարկե, այսպես եթե մենք ելնում ենք ռեալիզմի դպրոցից միջազգային հարաբերությունների, այո, պետությունը պետք է բոլոր տարբերակներին պատրաստվի ակտիվ եւ հատկապես պետք է պատրաստվի ամենավատ տարբերակին։ Ինչը որ Ադրբեջանը անում է։ Այս շաբաթ կայացավ նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարների հեռախոսազրույցը, հայ-թուրքական հարաբերություններում եւս անընդհատ այսպես լավատեսորեն նշվում է, որ առաջիկայում հնարավոր է առաջընթաց, բայց այդպես էլ դանդաղում է այդ առաջընթացը։ Ինչով կբացատրեք այս ամենը։ Ակնհայտ է, որ թուրքական կողմը մեկ նախապայման ունի եւ այդ մեկ նախապայմանը դա Բաքվից համաձայնությունն է կամ Բաքվից կանաչ լույսն է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ու հայ-թուրքական սահմանի բացմանը։ Սա իրականությունն է, հողի վրա առկա իրականությունն է։ Սակայն ոչ մեկ չի կարող պնդել, թե սա անփոփոխ իրականություն է եւ սա չի կարող փոխվել եւ կարճաժամկետ եւ իջնաժամկետ եւ երկարաժամկետ կտրվածքներում։ Այսինքն, որ պայմանությամբ Թուրքիայի համար հայ-թուրքական սահմանի բացումը թե բուն հայ-թուրքական հարաբերությունների կոնյունկտուրայից ելնելով եւ թե ավելի մեծ միջազգային հարաբերությունների կոնյունկտուրայից ելնելով դառնա
այնքան կարևոր, որ դա ծածկի Ադրբեջանի հնարավոր բողոքն ու հնարավոր հակառակվածությունը սրան, թուրքական կողմը միանշանակ է, որ կգնա այդ սահմանի բացմանը։ Այս պայծրությամբ դա դեռ չի դառը։ Այս պայծրությամբ Ադրբեջանի ուրեմն դեմ լինելը ավելի մեծ արգումենտ է, քան հայ-թուրքական սահմանի բացման հնարավոր այսպես ասենք դրական ազդեցությունը կամ դրական իմիջը նույնիսկ Թուրքիայի համար։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հեռանկարում անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանն էր։